Բարև ձեզ, Factor TV հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանն է, ողջույն։ Մարուքյան, ես ինչքան հասկացա, ձեր այս ընտրարշավը տարբերվելու է նախորդներից, այսինքն բակերում ճիշտ եմ հասկանում, ձեզ չենք տեսնի, շտաբեր չենք տեսնի, այլ ավելի on-line հարթակներում եք հանդես գալու։ Ինչու՞, սա ինչ որ հաշվարկ ունի, թե որոշակի թերահավատություն է պարոն Մարուքյան քարոզարշավի նկատմամբ այդ ձևաչափով։ Գիտեք, կյանքը փոխվել է 5 տարի առաջ այն ինչ որ արվել է քարոզարշավի ժամանակ, կարծում եմ այլևս ակտուալ չէ, որովհետև ես ձեզ մի օրինակ ասեմ, 2008 թվականի շարժման ժամանակ Վանաձորից գալիս էինք Երևան, որ ցույցին մասնակցենք, ցույցի տեղում լինենք, ինչու, որ լսենք ինչ են ասում ցույցի տեղը, չէ, հանրահավաքի։ Եվ ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ հետո եթե չէինք կարողանում գալ, նո ճանապարհները փակում էին, ինչ որ մի բան էր լինում, ինչ որ մեկը դիսկ էր բերում, որ նայեինք, ինչ են ասել ցույցի տեղը, հետո կամ բանը հայկական ժամանակով կամ ուրիշ կայքերով հրապարակվում էր արդեն շատ ավելի ուշ։ Ելույթի տեքստը, հա։ Հիմա մարդիկ տանը նստած, իմ ամեն YouTube-ի ուղիղ եթերը ցույց է։ Նայում է 10,000 մարդ, 10,000 մարդ է ցույցին մասնակցում իմ։ 15,000 մարդ, 15,000 մարդ է մասնակցում իմ ցույցին։ Կամ երբ որ ես եւ Կարպիս Փաշոյանը ոդքասթում խոսում ենք, 20,000 են նայում, 20,000 մարդ է մեր հանրահավաքին մասնակցում։ Հիմա իմաստը որն է մարդկանց հրավիրել ինչ որ տեղեր, նրանց բացահայտել, որտեղ բացարձակ շատ չեն ուզում բացահայտվեն, որ օրինակ մեզ հետևում են եւ ուզում են օրինակ քվեարկել մեր օգտին։ Այսինքն անհարմարություն պատճառ հարահավաքներին դեպեք, on-line հարահավաքներին։ Դա on-line հարահավաքներին եմ ես կողմ։ Հա ինչ որ բակեր գնայինք քարոզարշավի ժամանակ կարող է, հա ինչ որ դուրս գանք, բան, կանենք, բայց նկատի ունեմ նախորդ եղած փորձը տարիները գնում են, տեխնոլոգիաները զարգանում են։ Եվ հիմա ասենք օրինակ ինչ որ հանրահավաք, ինչի համար հանրահավաք։ Գնեք, բայց էֆեկտի առումով, օրինակ տեսնում եք, թե Փաշինյանը մարզեր է գնում, ինչ որ մի տատիկ կանգնում եւ գովաբանում է, չէ՞։ Դա էլ է քարոզչական էֆեկտ ունի։ Այդ դուք չեք ուզում նման էֆեկտներ։ Մենք լինելու ենք մարզերում։ Դրա մասին չի խոսք գնում։ Խոսքը գնում է նրա մասին, մենք շտաբեր բացենք, շտաբերից մարդ հավաքագրենք, այս մարդկանց ասենք եկեք մեր երթին, մեր երթի ժամանակ քայլենք։ Դրոշակներ չեն լինելու։ Դրոշակներով ման գանք, չգիտեմ, ասենք, հա շատ հետո նայեք ուժեր կան որոնք որ պետք է անեն որ գոնե ճանաչվեն այսինքն հայտնիության բրենդը վաճառելու իմաստով հասկանում եմ ես մեր պարագայում հարցումներ ունենք բանը մեր բրենդը Հայաստանի 5 ամենաճանաչված կուսակցական բրենդներից է հիմա ինչը ճանաչելի դարձնենք այսինքն մեզ գիտեն մեզ պետք է մեր խոսքը պետք է տեղ հասցնել հնարավորինս օգտվելով բոլոր եղած մեդիա, սոցիալական եւ այլ հնարավորություններից։ Շատ լավ, մենք ինչպես այլ ուժերի ձեր ուժերին ձեզ եւ այլ ներկայացուցիչներ անպայման կհյուրընկալենք։ Տեսեք, ձեր մի առաջարկ, այսպես բավական աղմուկ բարձրացրեց, դա Միքայել ցնցեց, այո, համացանցը։ Միքայել arczepiskopos Աջապահյանին նախագահի տեխնացու առաջադրել, այդ դուք տարիներ շարունակ ասես լիբերալ ուժ եք, հա, սա մի քիչ ավելի պահպանողական լուծում է իր մեջ ենթադրում, որովհետև լիբերալիզմը ոնց որ ինստիտուտների սկզբունքների մասին է, սա մի քիչ անհատապաշտության հոտ է գալիս, կարող եք չհամաձայնվել, արդյոք որոշակի գաղափարական շեղում չկա ձեր ի սկզբանե այսպես գաղափարներից։ Բացարձակապես չկա Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը, այն ներկայացուցչական ինստիտուտ է, գործադիր լծակների չի տիրապետում, այդ ինստիտուտը պետք է գործեր համանդրությամբ այդպես ինչպես որ գրված է հեղինակության հիման վրա, որտեղ եթե չունի հեղինակություն ինստիտուտը զբաղեցնող անձը, ինքը գործադիր լծակներ չունի, որ իր փոխզսպող հակակշռող դեր կարողանա խաղալ։ Եվ մենք որոշել ենք, որ քանի որ կա իրավիճակ, որ մեր ազգային ինքնության պահպանության իմաստով մենք պետք է այդ մասը շեշտադրենք, այսինքն մեր ազգային ինքնության մասը, իսկ դրա մի մեծ հատված, մի մեծ մաս բնականաբար մեր հավատքն է, մեր առաջին քրիստոնյա ազգ լինելն է, եւ մենք տեսնում ենք այդ ճանապարհով։ Մեր տեսլականն այն է, որ ինստիտուտը ուժեղացվի։ Ինստիտուտների նկատմամբ։ Ընդհակառակը ժողովրդավարական ինստիտուտը շարունակում է մնալ ժողովրդավարական։ Բայց եթե ժողովրդավարական ինստիտուտի վրա դնում ես մարդ, որը որ չունի հեղինակություն, այդ ինստիտուտը դու վերացնում ես։ Մեզ պետք է մարդ, որը ունի հեղինակություն, որը կարող է իր հեղինակության հակակշռել եւ փող զսպել, ինչու հոգեորական, ես կարծում եմ Միքայել Սրբազանը միայն հոգեորական չի, գիտնական մարդ է,
հայ մարդ է, մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը լավ գիտի, եւ այս պահին ինքը հնարավորություն ունի իր հոգեոր առաքելությունը իրականացնելու։ Նրա հոգեոր առաքելությունը դա այլևս խաթարված է, ինքը քաղաքական բանտարկյալ է մեր համար։ Հիմա օրինակ ոչ ոք չի գնում, չէ, հարցնի բանանի։ Քաղաքացիական պայմանագրում կետ կա բանը կաթողիկոսին հերացնելու վերաբերյալ, որքանով որ հասկանում եմ, չէ։ Ինչ որ դա ունը ինչ որ ձևի դրել է, չէ, բարենորոգում են անում, չգիտեմ ինչ են անում, ու որևէ մեկի մոտ հարց չի առաջանում։ Բա դուք օրինակ ժողովրդավարական, ազատատենչ, բան ուժեք, էս ինչ գործ ունեք մտել սահմանադրությամբ ամրագրված կրոնական կազմակերպության ներքին գործերի մեջ խառնվել եք։ Ուզում եմ ասեմ, մենք պետք է նաև մեր այս մոտեցումներով հետ մղենք այն հարցակումները, որոնք ուղղված են մեր ազգային ինքնության վրա։ Եվ ես կարծում եմ, այս առաջարկը լավ առաջարկ է, որ մենք արել ենք, այն չպետք է լինի մերը միայն, ես հույս ունեմ, որ բազմաթիվ քաղաքական ուժեր նույնպես կմիանան այս առաջարկին, որովհետև ես չեմ լսել, որ որևէ այլ քաղաքական ուժ, օրինակ նախագահի ինստիտուտի ապագայի վերաբերյալ ունի ինչ-որ տեսլական։ Բոլորը խոսում են վարչապետ ով լինելու մասին, չէ՞։ Մենք հարց ենք առաջ քաշել, որը բաց է։ Եվ այս բաց հարցը բնականաբար հույս ունենք, որ նաև աջակցություն կստանա այլ ուժերի կողմից։ Իսկ հույս չունենք մենք հեղինակային իրավունքի բան չունենք, որ անպայման դա մենք բան։ Իսկ վարչապետական հավակնությունների հույս չունեք, պարոն Մարուկյան։ Վարչապետական հավակնությունների հույսը կծնվի պարլամենտում, մինչև պարլամենտ հասնել է, ես կարծում եմ որևէ քաղաքական ուժ, որ խոսում է վարչապետական հավակնությունների մասին, դա բանա Կիկոսի մահի մասին պատմություն է, ամեն դեպքում դա ուղերձ չի ընտրողին, որ սա է մեր վարչապետը, սա է մեր արտգործնախարարը, մեր Կարծում եմ որոշ դեպքերում անլուրջ, որովհետև օրինակ ոչ ոք չգիտի, որ ուժերն են տեղ հասնելու, չէ։ Հիմա այդ ուղերձը, որ հղում են, շատ դեպքերում իրենց հնարավորությունները նվազեցնում են, շատ դեպքերում անլրջացնում են, բայց քանի որ ես այսօր ընդհանրապես քարոզարշավի սկզբում հակված չեմ որևէ այլ ուժից խոսել, եկեք թողնենք իրանք իրանց տեղերում։ Մենք գտնում ենք, որ մենք կազմել ենք պրոֆեսիոնալ մարդկանց թիմ, ովքեր կարող են լինել շատ լավ պատգամավորներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը պաշտպանել խորհրդարանում, ինչպես նաև միջազգային հարթակներում։ Կհանգենք մի իրավիճակի, որ կկարողանանք մենք ընտրել վարչապետ, հա, ֆրակցիան խորհրդարանական իրավունք ունի առաջադրելու թե հանրապետության նախագահի, թե հանրապետության վարչապետի տեխնացու ֆրակցիան։ Շատ լավ, հետաբար եթե մենք ֆրակցիա ենք, մենք այդ հնարավորությունը ունենալու ենք, քննարկենք այդ ժամանակ։ Շատ լավ, պարոն Մարուկյան, այդ դուք ինչ կանխավարկածով եք այս ընտրություններին մասնակցում, ձեր ռեալ շանսերը ինչպես եք էլի գնահատում։ Մեր ռեալ շանսերը գնահատում ենք հետևյալ կերպ, այսօր քաղաքական դաշտում երկու լիգայի մրցավազք է գնում, առաջին լիգայում այսպես կոչված խոշոր ուժերն են, որ հռչակվել են որպես խոշոր, բայց ես թերահավատորեն եմ վերաբերվում։ 2-3 ուժ, հա։ Հա, ես թերահավատորեն եմ դրան վերաբերվում եւ մնացած բոլոր ուժերը։ Ես կարծում եմ, որ մենք մնացած բոլոր ուժերից անդին դուրս այդ խոշոր ուժերի հետ ոտ մեկնելու հնարավորություն ունենք եւ այդ հնարավորությունը մենք ցույց կտանք քարոզարշավի ժամանակ։ Հետեւաբար նաեւ շատ կարեւոր հանգամանք կա այստեղ, որ մենք երբ որ անցնում ենք, հստակ է, որ քաղաքական մեծամասնություն չի ձևավորվում։ Եթե մենք չենք անցնում, քաղաքական մեծամասնություն հնարավոր է իշխանությունը ձևավորի։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ եթե հիմա բոլորն ասում են, որ 4 ուժ կարող է անցնել, չէ, այսինքն իշխանությունը 3-4, ես ձեզ ասում եմ, որ 4 ուժ ընդդիմադիր դաշտից կարող է անցնել եւ այդ 4 ուժը անցնելով կարող է խաթարել այդ խաղակարտերը։ Եվ այդ պարագայում մենք կունենանք հնարավորություն հստակ խորհրդարանական կառավարման համակարգում, եթե այդ կառավարման համակարգը երբևէ պետք է գործարկվի, եթե մինչ այսօր չի գործարկվել, այդ համակարգում դերակատար լինել եւ ապագա իշխանության մեջ մեր ներդրումը ունենալ։ Պարոն Մարուկյան, ձեր եւ ուժեղ Հայաստանի համագործակցությունը չստացվեց նրան ցուցակում արդեն պարզ է, որ չեք լինի առանձին եք գնում, օրինակ դուք նկատում եք այս ուժի շուրջ ինչ որ էնտուզիազմ, ոգևորություն, որ իշխանափոխությանը 5 րոպե է պակաս, այո, նրանք երկրորդ ուժն են ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման, բայց ամեն դեպքում նաև գնահատական են հնչում, որ նրանք վերցրել են Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին, Սերժ Սարգսյանի ընտրողներին եւ նոր քաղաքական ընդդիմադիր ռեսուրս չի ծնվել։ Որն է ձեր գնահատականը, այսինքն իմ հարցը իշխանափոխության հավանականության մասին է։ Տեսեք, ես հենց այդ հարցին էի պատասխանում, ոչ թե կոնկրետ ուժի անդրադառնալով, նախ մեր համագործակցությունը եղել է առաջարկ, որ պետք է ձևավորվի մեկ բևեռ։
Երբ որ չի եղել այդ կոնսոլիդացիան, մենք որևէ մեկի ցուցակում լինելու բան նկարտումներ չենք ունեցել։ Կամ պետք է լիներ մեկ բևեր, որտեղ ես ասեմ, եթե լինի, ես չեմ լինելու։ Ես հիչում եմ։ Եթե չի լինում այդ մեկ բևերը, այսինքն ԼՀԿ-ի եւ նրանց դաշինքի մասին չէր ձեր։ Հա, բոլոր, դրա մեջ բոլոր ուժերը կային։ Հասկացա։ Եվ այդտեղ էլ նույնպես առաջարկել ենք նախագահի տեխնազույն, որի մասին խոսեցինք հիմա։ Եվ երբ որ դա չի եղել, այսինքն յուրաքանչյուրը որոշել է ինքն իր ճանապարհով գնալ։ Մենք ամենայն հարգանքով բոլորին հաջողություն ենք մաղթել եւ շարժել մենք մեր ճանապարհով։ Ինչ վերաբերում է այդ սոցիոլոգիային, գիտեք, ես հիմա չեմ, ես սոցիոլոգ չեմ, ես չեմ կարող ասել, թե ով ում էլեկտորատն է տարել։ Իշխանապողությունից 5 պակաս է ձեր ընկալման Հայաստանում։ 5 պակաս կարող է լինել իմ ձևակերպած հնարավորության պարագայում։ Օրինակ մենք տեսնում ենք, որ մենք անցնում ենք մեր ուսումնասիրություններով։ Դա նշանակում է, որ իշխանապողությունը պատրաստ է։ Ինչու՞, որովհետև եթե ընդդիմադիր դաշտից մենք անցնում ենք, դա նշանակում է, որ իշխանական դաշտում չի ստացվում ձևավորել 50 գումարած 1, մի բան էլ այնտեղ խոսում են 2/3 բան համանականացան, դա արդեն հեքիաթ է, ֆանտազիայի դաշտից է, դա տեղի չի ունենում։ Հիմա ես դա տեսնում եմ, եւ դա հնարավորությունը բնականաբար կա, բայց քաղաքական միավորները դեռ չեն գրանցվել։ Մի ուժ է այս բան գրանցած, քաղաք պայմանագիրն է։ Մեր փաստաթղթերը պատրաստ են, ենթադրում եմ վաղը մենք կունենանք կներկայացնենք, բայց ասածս ինչն է, որ դեռ շատ շուտ է էլի խոսալ բան, որ ուժերով է իշխանապողությունը կանեն, կամ ինչ энտուզիազմա ձևավորվել եւ հավաքվել։ Եկեք ես իմ դիտարկումները մեծ հաշվով պահեմ ինձ, այսինքն ես հիմա մենք պետք է մեր մասին խոսանք այս բառը։ Բան չեմ ասում, բայց ես հիմա անալիզ անեմ, օրինակ ում 4000 ժամանակ վատ գնում թե լավ։ Չէ, ես դա նկատի չունեի, եթե սա այս հստակ է, ձեր հարցին ամփոփելով ասեմ, իշխանապողության հնարավորությունը հստակ է, սեղանին դրված է, կամ Փաշինյանը ոնց է ասում, փողոցում գցած է իշխանությունը։ Իմացեք, այդ իրավիճակը կա, որովհետեւ 21 թվականի բևեռացման հնարավորությունը այլևս չկա, չի ստացվում բևեռացնել եւ կա բազմազան ընտրապայքար այդ էշելոնավորված process-ով, բայց դա չի նշանակում, որ բոլոր ուժերը օրինակ կկարողանան շատ ձայն տանել, էլի։ Այսինքն ուժերի մեջ ուժերին ցծվելու են եւ ցծվելով անցնելու են ներս եւ ցծվելին։ Նկատի ունեմ բոլորից գլուխ բարձրացնել, այսինքն այդ շերտից կտրվել։ Հասկացա։ Իմ հարցը այն մասին էր իշխանապողության թե ընդդիմափոխության հոտ է գալիս Հայաստանում։ Չէ, ես իշխանապողության հոտ եմ առնում, որովհետեւ ընդդիմափոխության մեջ ինտրիգ չկա։ Եթե միայն ընդդիմափոխության Քոչարյանի փոխարեն Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանի փոխարեն Քոչարյանը։ Ասում եմ, եթե ընդդիմափոխության մակարդակում մնաց պայքարը, եթե դա ընտրական մասնակցությունը հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների, ովքեր պետք է մասնակցեն, բավականին նվազա լինելու, որովհետև այդտեղ չկա պրոդուկտ։ Այսինքն մարդը գնում է ընտրական տեղամասում, ինչ ընդդիմությանը փոխի, որ ինչ լինի։ Այսինքն հա շատ հոգնած են այս բանը։ Նկատի ունեք, գիտեք ինչ, որ հավաքական ընդդիմությունը դուք լինեք տարբեր այսպես ուժեր լինեն, պարոն Մարուկյան, միգուցե դեռևս չեն կարողանում Փաշինյանական ընտրազանգվածին կամ այն միջին չգոհնոշված ընտրազանգվածին ակտիվացնել որպես ընդդիմադիր ընտրող։ Մենք հիմա մտել ենք միջին այդ չգոհնոշված ընտրազանգվածին ակտիվացնելու համար։ Այնչու պետք է ձեզ քվեարկե եւ ոչ օրինակ Արման Թաթոյանը։ Որովհետեւ Արման Թաթոյանը եւ մյուսները արդեն հրապարակել են, ուղղակի 2 ամիս է քարոզարշավ են անում։ Մենք չենք կարել ոչ մի քարոզարշավ ֆիքսենք։ Եվ շուրջ 30% ընտրող չի կողմնորոշվել ու ընտրի։ Դա նշանակում է, որ նրանց ներկայացրած ապրանքները գնելու ենթակա չեն եւ ընտրողը այդ ապրանքը չի գնել։ Թողել է մնալ բանը այդ խանութի պոլկաներում դասավորված։ Գնում չկա կատարված։ Ցուցափեղկերի վրա, հայերեն շատ լավն էր։ Հիմա այդ ցուցափեղկերի վրա իրանք տենցել մնալու են ցուցափեղկերի վրա։ Մենք մտել ենք, որ այդ նոր ընտրողին, օրինակ, ընտրություններին չմասնակցող, նախորդ ընտրություններին չմասնակցած, Երևանի ընտրություններին չմասնակցած, շատ пассив, այդ ընտրողին ներկայացված product կա, այդ product-ը մենք ներկայացնում ենք, կներկայացնենք քարոզարշավի ժամանակ մանրամասն եւ այդ ընտրողին կբերենք ընտրական տեղամաս, որից հետո այդ ընդդիմափոխության միֆը կքանդվի եւ իրական բանը տակ են, գործուն են, էներգիան կգա իշխանությունը փոխելու, որովհետեւ եթե իշխանությունը փոխելու էներգիան չկա, ընտրական բանը շեմը մասնակցության լինի մա այդպես 1 միլիոն
1.100.000 տենց, որը մոբիլիզացվողն է, այսինքն ամեն ուժ իր ընտրողին մոբիլիզացումը տամատեղամաս, որը այն չմոբիլիզացվող ընտրողի մասին չի, որ տա նստած դիվանին ասես նայում ասում արա դե գնամ ինչ անեմ ախպեր։ Այսինքն այստեղ կարևոր բան կա, ես հասկանում եմ, որ նաև իշխանությունը մեծ աշխատանք է տարել, որ մարդկանց մեջ մտցրել է այդ թեզը, որ իրենք մեկա հաղթելու են, հասկանում եք, եւ բայց սա հայաստանյան հին թեզ է, էլի որ միշտ տենց բանը իրենք մեկա, ասենք Սերժակցյանի ժամանակ էլ եղել, դրանից առաջ էլ եղել, որ իշխանությունը դե դոմինանտ է, ինքը ուժեղ է, ինքը դե կարա հաղթի բան, չկա նման բան, էլի, այդ քարոզարշավի ժամանակ դա երևալու է, կոնկրետ Երևան քաղաքում արդեն երևում է վաղուց, մարզերում չի լավ երևում, Երևան քաղաքում վաղուց դա երևում է, այսինքն Երևանում բնակչությունը հստակ այդ տեսնում է, զգում է, ամենօրյա այն ինչ որ տեղի ունենում Երևանում, դա նաև նրա մասին է, որ իշխանությունը Երևանը կորցրել է, այսինքն չի կարող Երևանի նմանատիպ կառավարումով իշխանությունը Երևան քաղաքում օրինակ հաղթել։ Բացառված բան է, այսինքն այս քաղաքը արդեն կորցրած է։ Դե համար իրանք գնում են Գյումրի, Վանաձոր, այդպես այդ կողքերը, այդեն մենը գոնե այդ կողքերում կայանան մի բան անեն, բայց ասեմ ձեզ։ Եվ դուք համոզված եք, որ հունիսի 8-ին կամայական ինչ-որ մի ԿՊԱ-ական падգամավոր ձեր այս կտորը չի գցի, ձեզ թեգի ասի պարոն Մարոկյան, բա ինչու հաղթեցինք Երևանում։ Բացառում եմ, որ մեկը կարողանա ինձ թեգել ու գրել, որ հաղթեցինք Երևանում։ ԿՊԱ-ականներից։ Հա, բացառում եմ։ Կարամ հենց հիմա իրանց այդ գրազգամ Կենտրոնում Արաբկիրում նախորդում ինչ-որ դեմ պարտվել էր ԿՊ-ն։ Խի մտածում եք մասիվներում ԿՊ են ընտրում։ Չէ, կտեսնեք։ Վերցրեք նայեք Ավինյանն ինչքան ձայն է տարել, որից հետո ինչ է արել այս քաղաքի հետ։ Մի միլիոնանոց քաղաքը 75000 ձայն ստացած մարդը կառավարում է։ Այն անտերությունը, որ այս քաղաքում է տիրում, ոչ մի ուրիշ բանում բնակավայրում չկա նման բան։ Հասկացանք, մայրաքաղաքն է, մեծ է, բան, բայց առավել եւս, բայց սա փողը ձեր մոտ է գեներացվում։ Ռեսուրսները ձեր մոտ են։ Էս ինչ քաոս է։ Էս ինչ եք սարքել քաղաքը։ Էս ինչ եք արել։ Այսինքն հասկացած, այսինքն բոլորը տեսնում են, որ A. այլանդակ կոռուպցիա կա քաղաքում, B. կանոն չկա, թե ինչի համար պետք է լինի, G. պատասխանատվություն չկա, 0 է պատասխանատվություն, թե քաղաքական, թե անձնական, 0։ Ցանկացած բանի մեղավորը Երևանցին է կամ ստե ապրող ժողովուրդը կամ որ գացած տեղ։ Ասում է կառավարության նիստում մարդը, քաղաքապետն ասում է խցանումները գիտեք ինչ պատճառով է, պարոն վարչապետ, ասում է ինչ, ասում է դեղինի տակ ավտոն մտնում է ու մնում է այդ մեջտեղում, այդ դրա պատճառով սա քաղաքը խցանում է։ Դուք չգիտեիք այդ պատմությունը, չեք իմանում։ Տեսել եմ, հա։ Չէ, այսինքն մարդիկ որ պատրաստ չեն մի հատ մի մեղավորություն իրանց վրա ընդունեն, որ 20000-ից ավել շինթույլտվություն ես տվել։ 20000-ից ավել շինթույլտվություն ես տվել։ Դու չես հաշվել գյուղի կա, դու չես հաշվել բանը էլեկտրական սյուներ կա դրա համար, դու չես հաշվել ջուր կստանան այդ մարդիկ։ Դու ոչ մի բան, դու փողոցներ չես հաշվարկել, դու չես հաշվարկել բանը կայանման մեքենաների տեղը։ Դու քաղաքը կործանել, քաոս ես սարքել։ Դու ուզում ես քուժը ստեղ հաղթի։ Չեմ ասում Փաշինյանը 0-ի ստանալու Երևանը։ Ձև չունի հաղթ, կորցրել է այս քաղաքը անդառնալիորեն, եթե տեղյակ չի, թող նայ ինքը իր Ավինյանի հետ ինչ արի։ Ու Ավինյանին որ եկուց կալանավոր է, չի փրկելու դա իրավիճակը, որովհետև հիմա լուծում չկա, օրինակ չի կարող ընծանի, որ մինչև հունիսի 5-ը օրինակ եմ ասում։ Ասես քաղաքը կարգավորվի, ձև պրոստը չկա։ Պարոն Մարոկյան, տիմերի լոգիկայի մեջ եք դուք ոնց հասկանում եք։ Չէ, ես նայեք, Պոլիսին, պոլիտիկայի բառը որտեղից է եկել։ Հացասաբարտեմ դուք շարունակեք էլի, պարոն Մարոկյան։ Մի քիչ համապետական օրակարգերը ինձ թվում է խցանումից տարբերվում են ամեն դեպքում։ Կարող է սխալվում եմ, չգիտեմ, պատերազմ կլինի թե չի։ Այսինքն մարդը պատրաստ է 8 անգամ աղտոտված օդ շնչել Երևանում, որը կարող է դրանից մահանա, բայց մտածում է պատերազմ կլինի թե չէ։ Փաշինյանը խաղաղությունն է բերում։ Եկեք ես իշխանությանը, այսպես ասեմ, հավանական հաղթաթղթերը բերեմ, դուք մեկնաբան եք, հա։ Առողջության ապահովագրություն լիքը մարդ, իրոք դա մարդկանց հասել է այդ բարեփոխումը եւ լիքը թոշակառուներ, որ դեղի փող չունեն կամ վիրահատվելու մասին երազում են, հիմա գնում դա անում են, օրինակ, չգիտեմ, մանկապարտեզ, ասֆալտ բյուջեից են արել։ Չէ, պետական, բայց այդ բոնուսը իրենց են վերագրում, չէ, եւ ընտրողը ասում է, այո, ապրես, որ արեցի։ Սերժ Քոչարյանը, Լևոնը չեր անում, դու արել ես։ Սրանք արդյոք հաղթաթղթեր չեն, պարոն Մարոկյան։ Բանակու կներեք զենք են ցուցադրելու մայիսի 28-ին, այո։ Ես բնականաբար այն մարդը չեմ, որ իշխանության գործունեությունը հայմատելու եմ նախկինների հետ։ Բացարձակապես։ Ես խոսում եմ ներկայի եւ ապագայի մասին։
ինչ որ ռեֆորմներ կան, որոնք որ արվել են, վերջի րոպեին են արվել, ընտրություններից առաջ, 8 տարվա իշխանությունը վերջի րոպեին ռեֆորմա անում, շատ լավ, օքեյ, կնայենք, հա։ Բնականաբար կան նաև դրական բաներ, իսկ ով ասի որ ամիջի բացասական։ Այո, դրական բաներ կան, դրա համար իրանք հիմա ունեն 30-35%-անոց մոտավորապես ռեյտինգ։ Քարոզարշավով ուզում են բարձրացնել 50։ Կբարձրացնեն թե չէ, ասում եմ Երևան քաղաքում չի ստացվելու։ Քանի հատ սիրտ ուզում է ստենդավոր եք Երևանում, չի լինելու, այդտեղ չեք բարձրանալու։ Գյուղերեմ հա, տես գյուղերի մասով չեմ վիճում։ Բայց քաղաքական միտքը, քաղաքական կռիվը, խոսակցությունը, քաղաքականությունը եռում է քաղաքներում։ Հիմա այս իշխանությունը խնդրեմ ունենալու քաղաքներում, ոչ միայն Երևանում, այլ խոշոր քաղաքներում։ Եվ սա տրադիցիոն է Հայաստանի համար։ 96 թվականին Վազգեն Մանուկյանը քաղաքներում շատ լավ արդյունքեր ցույց տվեց։ Ռաֆի Հովհաննիսյանը 13 թվականին, դրանից առաջ Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ռաֆի Հովհաննիսյանը։ Ոնց գնաք նայեք, միշտ քաղաքներում ավելի ընդդիմադիր բողոքական ձայնն է կենտրոնացած։ Եվ հա, աշխարհաքաղաքական այդ քննարկումների կոնտեքստում լավ օքեյ, կարող է մի 25% ԵՄ լիդերներն են գալու։ Հա, հասկացանք, հա։ ԵՄ լիդերները գալու են, քաղաքը ավելի է քարոսի մեջ թաղվելու։ Կարելի է այդ օրերին քաղաքից հեռանալ, ասենք, որովհետև անհնար է լինելու տեղաշարժը։ Իդեպ նորը որ ծիծեռնակաբերդ էր գնացել Փաշինյանը, ինչ որ կոմենտներում կարդացի, բա պարոն Մարուկյանն ասում էր վերանորոգման տակ են դնում, որ ԵՄ լիդերները չգնան ծիծեռնակաբերդ։ Բայց իրանք արձագանքել են, որ ԵՄ լիդերները չեն գնալու ծիծեռնակաբերդ եւ պատճառաբանել են, որ քանի որ բազմակողմ այցը չեն գնալու ԵՄ լիդերները։ Մակրոնը ես հուսով եմ, որ նաև պաշտոնական այց ունի։ Մի օրը բազմակողմն է, մի օրը պաշտոնական է, հուսով եմ, որ կգնա։ Այսինքն միտումնավոր չեն քանդել, պարոն Մարուկյան։ Ես ինչ ասում եմ, տենց էլ եղել է, միտումնավոր քանդելու մասին չի խոսակցություն եղել, դա բանը, այնտեղ մեկը կար, որ թրոլինգ էր անում, խոսքը գնում էր նրա մասին, որ շինարարական բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, մասնագետներ են խոսում, ճարտարապետներ են խոսում եւ իրենք կարող էին հերքել ասել օրինակ չէ տանելու ենք այդ դելեգացիաներին, փաստը մնում է փաստ, որ դելեգացիաներին չեն տանելու։ Թե հիմա իսկ դուք չեք հաշվում, որ այդ քննադատության արդյունքն է, որ այսօր ապրիլի 24-ին երկու օրից իրենք հասցնում են շինարարությունը դադարեցնում են, պաուզա են անում, որ այդ այցերը լինեն։ Ժողովրդի այցը այլ դելեգացիաների, բայց ոչ ԵՄ։ Կարծում եք ձեր քննադատությունից են ազդվել։ Ինչ չէ, միայն ես չեմ քննադատել, բազմաթիվ քննադատողներ են եղել։ Մարդիկ այնտեղ բանը բողոքի ակցիաներ են իրականացրել։ Ես լավա որ քաղաքականացված չեղի, դա ասեմ, որովհետև ճարտարապետներ էին այդ մարդիկ, մասնագետներ էին։ Հիմա ոչ ես եմ այդ կոմպլեքսի մասնագետ, ոչ դուք, այսինքն մենք քաղաքական կոնտեքստն ենք ասում։ Տեսեք, ամեն դեպքում իշխանությունը համանդրական մեծամասնությունից է խոսում, պարոն Մարուկյան, ինչու նրանք պետք է չհավաքեն համանդրական մեծամասնություն։ Համանդրական մեծամասնություն նշանակում է 2/3 մանդատներ ստանալ, 65 մանդատից ավել, հա, այնտեղ դե ազգային փոքրամասնությունների բանի մանդատները առանձին հաշվարկի մեջ են։ Ես չեմ տեսնում այդ հնարավորությունը, ավելին ասեմ, ես արդեն խոսեցի դրա մասին, ես նաև չեմ տեսնում 50 գումարած մեկի հնարավորությունը։ Բնականաբար իրենք պլան կան այդ նշաձողը բարձր են դնում, որ գոնե 50 գումարած մեկը ստանան, որ մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն այլապես պատերազմ լինելու։ Պատերազմը լինելու է սեպտեմբերին, լինելու է դաժան, հետո լինելու է անողոք, լինելու է բան, ուտեղ դուք եք հայտնում ու ասում եք, բայց պարադին զենքեր են ներկայացրել, դեռ պարադն ասում է պարադ չի, սա հաշվետու բան է, միջոցառում է։ Հաշվետվություն է։ Այո։ Հրապարակ է մտնում հաշվետու տանկը, չգրգռելու հարևաններ։ Չգրգռող գրանատամյոտ է կբերել։ Ու տենց էլի դա ծիծաղալու է, անիմաստ է։ Բայց ստացվում է Հայաստանը անպաշտպան չի։ Փաշինյանն գլավել զինվել է։ Հայաստանը անպաշտպան է, որովհետև պաշտպան պետքա քեզ պաշտպանես առաջին հերթին խոսքով, սկզբունքներով, քո նարատիվներով, քո դիվանագիտությամբ։ Եթե դու քո ինքնությունը, քո մշակույթը չես պաշտպանում, դու առանց նրանց ասելու մի բան էլ ուզում ես ավելին անես, այն սովետական միության ժամանակ եղել է, չէ՞ որ գնդակարության ցանկ են ուղարկել համայնքներ, շրջաններ, ասել են 10 մարդ գնդակարեք, ասենք 15 են գնդակարել, որ պլանը գերակատարեն։ Հիմա Փաշինյանն է այդ գծի մեջ գերակատարում է։ Գերակատարում է, ես վստահեցնում եմ, էլի, ասենք այնտեղ կնիքի վրից բանը, Մասիսը հանում են, Կարատ լեռը հանել, հետո զինանշանից հանել, հետո սենյակը բերել ուրիշ նկարներ կախել։ Մեկ ինձ ուղարկել էր Հանրապետության նախագահի հանդիպում, որտեղ մի նույն սենյակում հանդիպման ժամանակ Արադ լեռն է, մյուս հանդիպման ժամանակ ուրիշ նկար է դրած։
այս բաները մարդիկ նկատում են։ Ես ինքս չէի նկատի, անկեղծ ասեմ։ Մարդիկ նկատում են։ Այդ պլանի գերակատարումը, քո ինքնության վերացման պլանի գերակատարումը բացարձակապես չի կարող չնկատվել կամ ողջունվել մարդկանց կողմից։ Հիմա օրինակ Ստեփանակերտում եկեղեցիներ են հողին հավասարացվում։ Լավ, բան մեկը չի կանգնում, ասում, այս բանը Բաքու գնացողներից կամ նույն մեր դիվանագետներից կամ անվտանգության խորհրդից կամ վարչապետի աշխատակազմից, որ խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել եւ ուզում ենք խաղ իրար հետ ապրենք։ Հիմա այդ ստորագրումից հետո, այդ նախաստորագրումից հետո մշակութային օջախների վերացման իմաստը ո՞րն է։ Եթե պետքա գնանք, գանք, բան, բացվում է, չէ՞ սա։ Գնալու ենք, գանք, մեր գերեզմանները, եկեղեցին, բան տենց ինչ որ իրանց է, չէ՞, չէ՞, տենց բաներ են, չէ՞ քննարկում։ Հողին են հավասարացրել, գլխավոր կաֆեդրալը։ Դրանից առաջ փոքրերը։ Ծպտուն չի հանում ագնեն։ Մի թվիթ չեն անում, մի Twitter-ում մի նախադասություն չեն գրում։ Այսինքն ինչ, իրանք մտածում են, որ տենց սուս մնալով բան են, խաղաղությունը բերելու են, հա։ Դե մեզ ուզում ասեմ, մինչև զենքերին հասնելը, sense բաներ է կատարվում, որ ամեն ինչ զենքերով չի։ Եթե դու քեզ պաշտպանելու օրակարգ չունես, ուզում ես F-16-եր, չգիտեմ, ամենավերջին կործանիչները բերես շարես Հայաստանում, ոչ մի բան չես կարող անես։ Որովհետև դու քո ազգին քո ժողովրդին դեմոտիվացրել ես, դեմոտիվացնում ես ամեն օր։ Երեկվա լայվներ ինչ էր ասում, ասում մենք չպետք է ուժեղանանք։ Ինչ էր ասում, ինչ միտք էր ասում, մենք չպետք է ուժեղանանք, գնանք Տիգրան Մեծի Հայաստանը գրավենք, բան։ Հետո ա Հայաստանում ուզում գնա Տիգրան Մեծի Հայաստանը վերակից, ծիծաղացել է գալի։ Դե օրինակ քաղաքական ուժեր կան, որոնց լոգոյի վրա Արցախն է եւ 7 շրջանը, քաղաքական ուժ կամ մասիստ է դրել, իշխանությունն էլ դա օգտագործում է, ասում է խնդրեմ ռևանշիստները գլուխ են բարձրացնում, այդպես չի։ Ինչ ասեմ։ Ծանր հնչեց հարցը, պարոն։ Ծանր չնչեց հարցը։ Այդ պահվածքը էլի եմ ասում, գերակատարման մասին է։ Գերակատարման մասին, այսինքն Ադրբեջանի հանձնարարությունները գերակատարում են իրենք։ Դա անելու բան չի, որ անում են, էլի։ Լավ ասենք, թե եթե որևէ մի հատ ուժ իր լոգոտիպի վրա ունի Արարատ լեռը։ Եղբայր Արարատ լեռը մեր զինանշանի վրա է հենց հիմա։ Այսինքն դու ինչ-որ քաղաքական ուժի քննադատում ես, որ լոգոտիպի վրա Արարատ լեռը դրել։ Արարատ լեռը մեր զինանշանի վրա է։ Արարատ լեռը մեր զինանշանի վրա է, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որովհետև այն բիբլիական լեռ է համարվում, որովհետև մարդկության երկրորդ կյանքը, դե Նիկոլը հավատացյալ է, չէ՞, հիմա աղոթները ասում Սաղմոզման։ Ինքը իմանա, մարդկության երկրորդ կյանքը սկսվել է նայեմ իրան։ Արարատ լեռի այդ նոյան տապանը դե կանգնել է, իջել են ու տեղից մարդկության երկրորդ կյանքն ասել, որը Հայաստանն է, մեր հողերում է սկսվել, լավ, ոնց ասեմ։ Հիմա ինչ կա դրա մեջ, քեզ վախում դրանից։ Առաջի քրիստոնյա ազգի վարչապետն ես, ինչ ես ամաչում, ինչ ես փախնում քո գլխավոր title-ից անգլերեն ասած էլի։ Փոխանակ դա օգտագործի, հասկանում ես ինչն է բանը։ Այսօր աշխարհը, իմ ասում եք ինչ եք Միքայել Սրբազանին առաջարկ։ Եղբայր այսօր աշխարհի բոլոր երկրները պատմաքաղաքական բովանդակություն են ստեղծում, թե իրանք խի են պետություն, թե ինչի են պետություն ու ինչի են այդ սահմաններով պետություն։ Որտեղ բոլորի սահմանները հիմա քննավիճարկվում է։ Ով ասի, որ էսի ձեր տարածքն է, օրինակ, այսպես ժամանակներ է։ Այդ ժամանակաշրջանում փոխանակ ավելի մենք շեշտադրենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ Երկրի ներսում ասենք, բանա, պայքարը ընդդեմ եկեղեցականների, չգիտեմ, եկեղեցու մայրաթորի, կաթողիկոսի, չգիտեմ ինչ։ Հերձվածողական բաներ։ Շնորհակալ եմ, պարոն Մարուկյան, դուք փաստաթղթերը այսօր թե վաղը։ Վաղն ենք հանձնելու։ Մենք մամուլին կտեղեկացնենք։ Հա, նախորդ կտեղեկացնենք։ Շնորհակալ եմ, կարծում եմ էլի կհյուրընկալեմ ձեզ եւ ձեր կուսակցության ներկայացուցիչները Factor TV-ում հյուրընկալել ենք Էդմոն Մարուկյանին։